Բարև ձեզ, ձեզ հետ Կարենն է, այսօր ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպես ձեր համակարգչային աշխատանքային ուսուցման process-ը դարձնել ավելի արդյունավետ, կներկայացնեմ Windows 11 օպերացիոն համակարգով 3 կարգավորումներ արդյունավետ աշխատանքի վրա կենտրոնանալու համար, top 3 կարգավորումներ, առաջինը վերաբերում է ֆոկուսիրովկայի սեանսին կամ ավելի ճիշտ ասած focus sessions, որը կապված է ժամացույցի հետ եւ հնարավոր է այս ֆունկցիան ձեզ մոտ միացնելու դեպքում ավտոմատ կերպով պահանջի ժամացույցի թայմերի տեղակայումը, ինձ մոտ այն միացված էր, ինչպես գիտենք, Pomodoro ռեժիմում 25 րոպե ենք տեղադրում, հանգստի ռեժիմ եւ տալիս ենք այս նշված ակտիվ, որոնք պետք է ակտիվանան այս պատահույթները, start focus session կոճակն ենք ստեղծում, որպեսզի այս մեթոդները գործեն, այդ թվում նաև չանհանգստացնել տողը, որին ես առանձին ձեզ կներկայացնեմ, տալիս ենք start եւ ուղղակի այս դեպքում աշխատում է Pomodoro մեթոդը, ներկառույց Windows 11-ում, այս ընթացքում դուք կարող եք ձեր աշխատանքը կենտրոնացնել կոնկրետ մի առաջադրանքի վրա, առանց այս մասի ավելորդ պատահույթների, ինչպես տեսնում եք, անջատված է։ Երկրորդ տարբերակը կրկին վերաբերվում է նույն մասից, բայց արդեն հավելյալ պունկտում անջատելով do not disturb անջատիչը ակտիվացնելով, ահա եթե ուշադիր եք try մասում հայտնվում է do not disturb անջատիչը միացնելու դեպքում այս զանգակ պատահույթը եւ ապա ակտիվացված օպցիայում է գտնվում պատահույթային ռեժիմը եւ ավելորդ պատուհաններով մեր աշխատանքի ընթացքում չի մեզ խանգարում ձանձրացնում ավելորդ մեր աշխատանքի ժամանակ։ Ուշադրություն դարձնեք, հենց սկսվում է սեսիան, ահա այս եւս մեկ անգամ ես ձեզ ցույց տամ։ Այս ընթացքում ոչ մի հաղորդագրություն կամ ձայնային ինչ-որ հոսք ձեզ չի խանգարում եւ թայմերը աշխատում է ձեր օգտին եւ դուք կարող եք միաժամանակ ուսուցման process-ը դարձնել ավելի արդյունավետ։ Այս process-ին ես նաեւ կարելի է ներառել հետեւյալ կարգավորումը եւս, սեղմում ենք Ctrl Shift եւ Escape ստեղները միաժամանակ։ Եվ ահա այս մասից իմ պարագայում ես կանջատեմ Microsoft Copilot-ը, Microsoft Teams-ը, OneDrive-ը եւ քանի որ ինձ մոտ առկա է անտիվիրուս, ինչպես տեսնում եք հավելյալ, ես իմ պարագայում կանջատեմ նաեւ այս Health System Try-ը եւ այսպիսով ահա այս եղանակներով մենք վերացնում ենք վիզուալ, այսպես կոպիտ ասեմ, աղբը եւ անջատելով ամբողջ այս ավելորդությունները ավտոգործարկումից ծրագրերը այն ազատում է ռեսուրսներ ձեր համակարգչի համար, ինչպես նաև թույլ է տալիս, որպեսզի ձեր ուշադրությունը չշեղվի ձեր ուսուցման process-ից, դուք կարող եք կարգավորել ձեր համակարգիչը այնպես, ինչպես նկատեցիք, ես ցույց տվեցի ձեզ process-ը կարգավորումների, արդյունքում կավելանա ձեր աշխատանքի արդյունավետությունը, կարծում եմ այսքանը, շնորհակալություն դիտման համար, բաժանորդագրվեք իմ ալիքին, ձեզ հետ Կարենն էր, շնորհ հանդիպում։